Բալուս Հայաստան, Բալուս իմ հայացք, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի հայ ազգ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ բոլորից երեկվա տեսահոլովակի արձագանքի համար։ Շատ մեծ արձագանք է ունեցել, բազմաթիվ մարդիկ են զանգել մեզ, ինձ եւ ասել, որ նրանք պատրաստ են միանալ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը, պատրաստ են դառնալ կուսակցական, պատրաստ են մեզ հետ քայլ անելու։ Անչափ շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, իրոք մի պահ անգամ նենց եղավ հուզվեցի այն բառերից, որ զանգել էին Ռուսաստանի Դաշնությունից եւ մարդիկ ասեցին, որ մենք մեր ազգի հետ ենք, մենք պատրաստ ենք գալու Հայաստան եւ միանալու Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը, եթե Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը սկսելու է շարժումը։ Մենք խոսացինք, մենք պայմանավորվեցինք եւ ես ասեցի, յուրաքանչյուր քայլից առաջ, մեկ շաբաթ առաջ մենք տեղեկացնենք մեր հայրենակիցներին։ Աշխատանքները շարունակվում են, մեկ անգամ եւս թույլ տվեք բոլորիցս շնորհակալություն հայտնել ջերմ բառերի համար մեր հասցեին եւ բարձր գնահատական տալու մեր աշխատանքի համար, բայց մենք ընդամենը անում ենք մեր գործը ծառայելով Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ արձանագրեմ, որ մեր պարլամենտում, այսինքն ազգային ժողովում, մենք չունենք ընդդիմություն եւ այդ կապիկ շոուն, որը ես բազմաթիվ անգամ ասել եմ, խնդրեմ մի քանի տեսահոլովակ, որտեղ որ խնդրում եմ ուշադրությունը դարձրեք, որ անգամ Ռուբեն Ռուբենյանը հիանում է այն խոսքերից, ինչը ասում է Նարեկ Կարապետյանը։ Եվ երկրորդ պոզիցիան, դուք տեսեք սրանց այդ կապիկությունը, այդ մանկապարտեզը, դիմումա տիկին падգամավորին ասում է փոխանցեք նախագահային, որ ես սենց բան եմ ասում, այնի ասում է փոխանցեք տիկին падգամավոր Նարեկ Կարապետյանին, որ ես սենց բան եմ, ոբշե դա պետքա տեսնել եւ մեկ անգամ եւս ուզում եմ արձանագրեմ, շախմատիստը խաղաց իր հերթական պարտիան եւ Սամվել Կարապետյանի կուսակցությունը ուժեղ Հայաստան կուսակցությունը դա ընդդիմություն չի։ Ընդդիմություն չի։ Դե Ռոբերտ Քոչարյանից էլ ինչ ընդդիմություն։ Հենց որ մենք ունենք այ Արի ու Միասա Նիկոլ երեք գլխանի դև Նիկոլ Փաշինյան քանդիպետություն, ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյան եւ Հայաստան Դաշինք, դաշնակ մաշնակների հետ Ռոբերտ Քոչարյան, այդ 3 գլխանի դևը պլյուս դա ինչ-որ պարլամենտում է, պլյուս Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան 5-ին հարցերը լուծվում են, Հայաստանս ազատագրվում է, իսկ հարցերը լուծելը հետևյալն է, շարժում, հեղափոխություն, օրենքի սահմաններում, իրենց հրաժարականը բոլորին տանել դատարանի դալիճ եւ դուք, սիրելի հայ ազգ, ժողովրդական դատարանը իրենց կուղարկի քար կդրելու, իսկ աղջիկներին, իհարկե ասել եմ, Մասիսի կոշիկի ֆաբրիկան մենք պետք է վերականգնեցնենք եւ աղջիկ падգամավորները կգնան այնտեղ կոշիկ սապաշկի կարելու։ Ես Ռուսաստանի Դաշնության հետ կպայմանավորվեմ, որ պրոբլեմ չունենանք ռեալիզացիայի հետ։ Հիմա տեսնենք այս տեսահոլովակները, այնուհետև մեկնաբանեմ, խնդրենք։ Պարոն Կարապետյան, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Կամ հակառակ տրամաբանությունն է, չէ՞ այս դեպքում աշխատում։ Եթե հայ ժողովուրդը այդ անձին չի ընտրել որպես հայոց հայրապետ, հետևաբար այդ անձը չի կարող հանդիսանալ հայոց հայրապետ։ Ես վստահ եմ իմ գործընկերներից եւ ոչ մեկ այդ ընտրության մասին չի իմացել, չի էլ մասնակցել։ Տեղից մի խոսեք։ Տեղից մի խոսեք, պարոն Մանուկյան։ Վստահ եմ նախագահությունում ներկա հարգելի գործընկերներն էլ այդ ընտրությանը չեն մասնակցել եւ դրա մասին 9 տարեկան չեմ մասնակցել, պարոն Կոնջյան, չգիտեմ քանի տարեկան է։ Եվ բացի դրանից, եկեք մի բան էլ հասկանանք, էլի, ժողովուրդ, դուք եկել եք
փոքրիկ չարաճճիություններով, սեղանին դմդմբացնելով փորձում եք ինչ-որ անձի պաշտպան կանգնել, եկեք հələ մի հատ հասկանանք, էլի, դուք ում եք ուզում ընդհանրապես պաշտպանել։ Այդ անձը մինչ օրս չի հերքել, որ ինքը զավակ ունի։ Առնվազն զավակ, եթե ոչ զավակներ, դուք ինչի համար եք պայքարում։ Ում համար եք պայքարում։ DVD-ի համար են պայքարում։ Բացի դրանից, այդ անձի եղբայրը Եզրաս անունով մինչ օրս չի հերքել, որ ունի զավակ, ունի կին։ Ինչպես նաև բազմաթիվ են այն տեղեկությունները, որ հայ եկեղեցու տարածքում Մոսկվայում այդ անձը զբաղված է բրենդային հագուստի արտադրությամբ, բիզնեսով։ Նույն այդ անձը մինչ օրս չի հերքել, որ հանդիսանում է KGB-ի գործակալ, ասեմ ձեզ հակառակը, փորձել է բացատրություններ տալ, թե ինչպես է դարձել KGB-ի գործակալ։ Հիմա եկել եք դուք մեզնից ում եք ուզում պաշտպանեք։ Բազմազավակ կտրիչ Ներսիսյանին, թե KGB-ի գործակալ Եզրասին։ Շնորհակալ եմ։ Գիտելիքս չի հերիքում արագությունը ասեմ, բայց մենք մի ինչ որ բավականին մեծ արագությամբ գլորվում ենք դեպի անդունդը։ Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Մի դեպքում Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առաջադրվող կամ պարտադրվող ԵԱՏՄ այս հանրաքվեի պարտադրանքն է։ Եվ սա իսկապես խայտարակություն է, որ մեր հայ ժողովուրդը իր ապագայի մասին քննարկումները պետք է կատարի արտաքին պարտադրանքի ֆոնի ներքո։ Հայաստանից, Երևանից ժողովուրդ, որ թեքվում ենք դեպի արևմուտք, որ երկիրի սահմանն է։ Թուրքիայի Հանրապետություն։ Ուժեղ Հայաստանը ընտրում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ազնաժողով։ Հետաքրքիր ընտրություններ, պարոն Կարապետյան։ Տիկին Ղազարյան, խոսքը ձեր միջոցով նախագահողին եմ ուղղում։ Նախագահողը այս 2 օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստի։ Երեք խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ, այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։ Ես ուղղակի որպես վերջի անձ, ով ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով եւ աշխատենք կոնկրետ գործերի վրա։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, կարծում եմ շատ լարված եք եւ իսկապես մենք առաջինն ենք շահագրգռված, որպեսզի բարեկիրթ մթնոլորտում անցնեն մեր նիստերը, կարծում եմ ձեր անհանգստությունը այս հարցում ավելորդ է։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, խնդրում եմ ձեզ հարց տվողին փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը, իր հետևում նստած։ Եվ ես բազմիցս եմ կրկնել, եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք, ձեզ հարց տվողը, եւ այն մնացածը էլ չշարունակեն։ Բարեկրթությունը միանշանակ պետք է պահել եւ կպահվի հուսով եմ։ Արձագանք։ Միացրեք։ Տիկին Ղազարյան, փոխանցիկ նախագահին, որ մինչև դա մենք ականատես եղանք պոետիկ զեղումների, որոնց վերջը կարող է լինել իրապես մտահոգությունը առողջության, առողջապահության ոլորտի եւ այլ ոլորտների մասին։ Սակայն մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել 9-րդ գումարումը 8-րդ գումարման ու չունենալ նոր անվտանգության խորհրդի քարտուղար։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ պետք է ուղղակի սպառնալիքների լեզվով այս պահին չխոսել, բնականաբար առաջարկում եմ ուղղակի սադրանքների չդիմել, որպեսզի հետո հետևանքների համար պատասխանատվություն չկրել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, ասեմ ձեզ կրկին անդրադառնալով ձեր հարց տվողի թեմային, նախ իրապես շատ լավ որ մենք ունենք անվտանգության խորհրդի
նոր քարտուղար, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել պարոն Սիմոնյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ։ Ինչ վերաբերվում է պոետիկ զեղումներին, ես կարծում եմ ձեզ հարց տվող հարգարժան падգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացած խմբակցության տարատեսակ պոետներով եւ ճարտար լեզվի տիրապետողներով, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է. պոեզիան կամ ընդունելի է որպես որևէ բան հասկացնելու միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները, այդ թվում ձեզ հարց ուղղող գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտածածին կերպարների հետ։ Եթե ընդունելի չի, ես հորդորում եմ ձեզ հարց տված հարգարժան падգամավորին, իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին բոքսի տանձիկ չեն, բացարձակ իրանք բոքսի տանձիկ չեն եւ ես կհոգամ, որպեսզի բոքսի տանձիկի չվերածվեն ստեղ, հորդորեն, որ այդ պոետիկ իրանք զեղումները իրանք տանը գնան, բան անեն, պատմեն իրենց բարեկամներին, բայց ոչ հանրային տիրույթում։ Դպրոցների վրա ավել հոսանքի փող են գնում։ Ձեր օրոքել ա եղել, մի հատ շատ սիրուն անունով մանկապարտեզ ունեք, Գյումրիում։ Այդ մանկապարտեզի վրա 27000 կիլովատ հավելագրում են գտե 15 օր առաջ։ Հիմա հարցը առաջանում։ Բա որ միշտ եղելին չեք ասում, չեմ ուզում անդրադառնամ հավելագրումներին։ 15 հատ տղա ունենամ, պատերազմնի 15-ի ոտքերին էլ կկրակեմ, ինվալիդ կսարքեմ, չեմ թողի մեկը մի սանտիմ Ղարաբաղի համար գնա պայքարի։ Ամբողջ ղարաբաղցիները ստեղ վախտում են, թող հավաքվեն 90-ականից եկած, թող հավաքվեն, հանեն, բոլորին հանեն, սենց բոլորին ուղարկեն իրենց Ղարաբաղ, թող գնան պահեն ու պաշտպանեն, մենք չունենք պաշտպանելու, մենք չունենք, իրենք են մտածում Ղարաբաղի համար, այդ իշխան Սաղաթելյանը, չգիտեմ, են միս անունները չգիտեմ, ինձ համար դրանց անունները հայհոյանք են, չեմ էլ ուզում դրանց անուններն ասել։ Սիրելի բարեկամներ, տեսակ ինքներդ արձագանքեք, գրեք, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ազգային ժողովում եղել է մի հարց, որ ես շատ կոշտ եմ ուզում արձագանքեմ այդ երևույթին, ինչը որ կատարվել է։ Կարծեմ ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորն է այս հարցը բարձրաձայնել, խնդրեմ տեսնենք այս տեսահոլովակը։ Կուզեմ ձեզ ցույց տալ թիվ 136 դպրոցի սաների կողմից նկարված այս պատկերը, որտեղ արտացոլված է հետևյալ իրավիճակը։ Սպանվում են քաղաքացիներ, այս համատեքստում սպանողները հայեր են, իսկ սպանվողները ադրբեջանցիները։ Թիվ 359 դպրոց։ Նույն պատկերը, սակայն այլ նկարագրությամբ։ Տեսնում եք ինքներդ, սպանվում են քաղաքացիական անձիկ, որտեղ սպանողները հայեր են, իսկ սպանվողները ադրբեջանցիները։ Թիվ 113 դպրոցի սանի նկար, որը նույն տրամաբանությամբ շարունակությունն է, ավելի ահավասիկ պատկերով։ Այստեղ նույնպես տեսնում եք նույն դպրոցի կողմից նկարված աշակերտի նկար, որը ինքնին ապացուցում է այն հանգամանքը, որ դպրոցներում քարոզում է այնպիսի հայատացության քաղաքականություն, որը հանգեցնում է երեխաների մոտ նման մտքի զարգացմանը։ Թիվ 96 դպրոց, այստեղ նույնպես տեսնում եք նման մի պատկեր, որտեղ տանկով անցնում է մեքենայի վրայով եւ իհարկե չխոսեմ մնացած զարգացումների մասին։ Սա ամենակարևոր ցուցիչն է եւ տեսնում ենք, որ այս դևը, որը պատկերված է Ադրբեջանի երեխու կողմից, այստեղ գրված է Էրմենի, այսինքն հայ, եւ արյուն է կաթում ամբողջությամբ գետնի վրա։ Սա նույնպես երեխայի դպրոցական երեխայի կողմից է նկարվել։ Թիվ 296 դպրոցի նկարը, որտեղ ավելի շատ զինվորականների գործողություններ են, այսպես բան որ գործընկերներս տեսնեն, որոնք սպանում են ադրբեջանցիներ, իսկ սպանողները ներկայացվում են որպես հայեր։ Սա ամենապարզ վկայությունն է, ցուցահանդեսն է նկարների, որոնք կազմակերպվել են Ադրբեջանում դպրոցական երեխաների շրջանակներում որպես մրցույթ։ Սա հերթական մեկ այլ նկար, երեխաները կանգնած են իրենց նկարված նկարների առջև եւ այդպիսով ցույց են տալիս իրենց մտքի զարգացման կարևոր ուղղությունները։ Սա էլ իր հերթին։ Եվ վերջում հեչ ծիծաղելու բան չկա։ Եվ վերջում եւս երկու երեխա, որը կանգնած է իրենց կողմից նկարված նկարների առջև եւ կարծես թե ոչ այդքան հպարտությամբ, այսպես իդեպ այստեղ տրենդի կողմից հրապարակված նկար, այսինքն պետական լրատվականի կողմից հրապարակված նկար է։ Իսկ որpիսի այնպես չստացի, որ քաղաքացիական պայմանագրի որևէ падգամավոր գա այստեղ ու փորձի խեղաթյուրել փաստերը, ես կխոսեմ 9-րդ դասարանի
ուսուցչի համար մեթոդական ուղեցույցի մասին, այն է հաղթանակի պատմության գրքից որոշակի հատվածների մասին։ Ավարտում է խոսքս, ասեմ, որ այն բաղկացած է 200 էջից, 351 անգամ հանդիպում է հայ արմատ պարունակող բառեր, զավթիչ բառեր, ավազակ բառ եւ այլն։ Եվ վերջում կուզեմ մի շատ կարևոր դիտարկում անել, որը կարծում եմ մեր օրյա իրականության հետ համապատասխան է։ Ով սողում է թշնամու առջև, իրավունք չունի դժգոհելու իր ճակատագրից։ Եվ ոչ մի ժողովուրդ չի կարող պաշտպանվել, եթե նրա ներսում կան թշնամուն արդարացնողները։ Սա իրեւ գրել է Գարեգին։ Սիրելի բարեկամների, մենք ուսումնասիրեցինք այդ դպրոցները եւ եկեք տեսեք ինչ է կատարվում։ Այս դպրոցներում եւ անձինս կարծեմ 136 դպրոցում հանել են մեր հերոսների նկարները։ Գլուխները պատով են տվել, դրանք պատասխան են տալու այդ հերոսների նկարները հանելու։ Բայց հիմա տեսեք սրանք ինչ պրովոկացիա են անում։ Լինելով յառի նիկոլական, սրանք բոլորը ՔՊ-ի ֆանատներն են, ոտից գլուխ։ Դե լափաման կա, փող կա, թալան կա եւ այլն եւ այլն։ Թող դատարան տան, ես քիմնավորեմ իմ յուրաքանչյուր ասած տար։ Ուրեմն այս նիկոլական դպրոցի դասատուները, մանկավարժները չեն, հիմա մանկավարժներ շատ քիչ կան, մատերի վրա կարելի հաշվել, սրանք բոլորը դասատուներ են, ոչ շատ կրթված։ Դպրոցում ուզում եք յուրաքանչյուրի ատեստատը բարձրացնենք, հազիվ ավարտել են խորհրդային միության 10-ամյա դպրոցը։ Բայց հարցը դրանում չի։ Եթե հիշում եք, ես ներկայացրել եմ, որ Ադրբեջանի դպրոցներում նկարներ են նկարվում, որտեղ աղջիկը, ադրբեջանցի աղջիկը, քաղաքացի աղջիկը հետևից կացինով խփում է հայ զինվորին։ Քննադատեցինք, խոսացինք, որ երեխեքին պետք չի մտցնել քաղաքականություն, իսկ այստեղ տեսեք ինչ է կատարում, ստե մի նուրբ մոմենտ կա, սիրելի բարեկամներ։ Մեր զինվորը սպանում է խաղաղ բնակչությանը։ Պատկերացնում եք տարբերությունը։ Այն աղջիկը ադրբեջանցի սպանում է հայ զինվորին, որովհետև հայ զինվորը ագրեսոր է, իսկ մեր դպրոցներում մարդասպան ագրեսորի տեղ է ներկայացնում մեր հայ զինվորին։ Այս ինչ է անում։ Հիմա վաղը չմյուս օրը, սիրելի բարեկամներ, վաղը չմյուս օրը, այս նյութերը հելնելու է ադրբեջանական մամուլներում, խոսալու են հեռուստատեսությամբ եւ ասել են տեսեք հայերը ինչ են անում, երեխեքին ոնց են դաստիարակում։ Պատկերացնում եք, խաղաղ բնակչությանն է ոչնչացնում հայ զինվորը։ Բայց որ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր ադրբեջանցի խաղաղ բնակիչներ են փրկել հայ զինվորները եւ կարիդորներ տվել, որպեսզի նրանք թողնեն եւ գնան եւ չզովեն, դրա մասին քար լռություն։ Դավաճանություն իհարկե։ Եվ այդ դպրոցի տնօրենները պետք է տան հրաժարական։ Իսկ այն դասատուները, ովքեր որ թույլ են տվել նման բան, պետք է շատ խիստ պատժվեն։ Ուղղակի մանկավարժ չեք թողել, գոնե դասատուները երեխեքի մի քիչ տիրություն անեն։ Բեսսովեսնի ժողովուրդ, թե դուք ինչ երեխա պիտի դաստիարակեք, անդաստիարակների մեկը լինի ձեզի դաստիարակի։ Իդեպ ասեմ, այդ դասատուները ուսումից հետո խորհրդային տարիներին, այդ օրսես դասատուները դարձել, գիշերային թիթեռնիկներ էին աշխատում, շատերը։ Բա հիմա եկել են դարձել են դասատու։ Լավ, հասնենք մյուս թեմային, սիրելի բարեկամներ։ Ապառիկով լվացքի մեքենա ունեցողները Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան եւ իրանց ընդհանուր թիմը, ովքեր որ ծերը ծերին հազիվ հասցնում էին, ես ասել եմ, որ ես չեմ մտնում ոչ մեկի ընտանիք, դա իմ համար կարմիր գիծ է, բայց եթե ինչ-որ մեկի ընտանիքի անդամը մտնում է քաղաքական դաշտ եւ ուզում է քաղաքական ինչ-որ կամ հասարակական ինչ-որ մի շարժում անի, մենք արձագանքում ենք եւ չենք թողնում անպատասխան այդ երևույթները։ Հիմա տեսնենք մի տեսահոլովակ, թե ապառիկով ապրող Արարատ Միրզոյանի ընտանիքը իրեն տիկինը ինչով է զբաղվում եւ ինչքան իրեն լավ է զգում։
Խնդրեմ այս տեսահոլովակը։ Տրոլեյբուսով աշխատանքի գնալ խոստացող Փոշեկուլի ապառիկը մի կերպ վճարող ազնիվների ներկայացուցիչները ծախսային նոր հորիզոններ են նվաճում։ Այսպես արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը Գոհար Աբաջյանը, ով չգիտես ինչու, չգիտես ոնց նշանակվելով ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն, ենթադրաբար պետք է զբաղվեր դեպի ՀՀ ներդրումներ ներգրավելու գործով։ Թեև այս ուղղությամբ ոչ մի նորություն չկա, բայց Աբաջյանի ղեկավարած հիմնարկի պատավատների ծախսերը հասել են աստղաբաշխական թվերի։ Միայն 2 ավտոմեքենայի սպասարկման համար հատկացվել է 2.5 միլիոնական դրամ, իսկ մեքենաների լվացման համար 390,000 դրամ։ Հավելենք, որ ինչպես իրեն հարգող ցանկացած ԿՊԱ-ական, Գոհար Աբաջյանը եւս իր սուրճի փողը որոշել է մեզանից, այսինքն պետական բյուջեից կորզել, այդ նպատակով գնելով 156,000 դրամի սուրճ։ Թերևս մեր զարմանքը տեղին չէ, քանի որ եթե պաշտոնյաները չեն աշխատում, տրամաբանորեն պետք է սուրճ խմեն, բայց լավ կլինի, որ դա չանեն մեր Ժողովուրդ ջան, թալանից էին խոսում։ Ես ասել եմ մեկ անգամ եւս ասում եմ, ԿՊ-ի պես թալան ոչ ծնվել է, ոչ է կարող է ծնվի։ Մի հատ պապական խոսք է, չի ասում է գառի դեմք ընդունել է վանքի հավերն են ուտում։ Տես մի հատ, ուղղակի ընդ ուրիշ ձև ասում, բայց մենք կուլտուրական մարդ ենք, մենք այդպես ձևակերպենք այս ասացվածքը։ Հիմա, սիրելի բարեկամներ, տեսնենք ինչ է կատարվել վերջում, ձկնաբույծերը, գլուխները բռնած չգիտեն ինչ անեն, ձուկը մնացել է, ծաղիկ աճեցնողները նույն ձևի, իսկ գյուղատնտեսները ապրանքը փչանում է, ինքնարժեքից քիչ կեսը տանում թափում են, չեն բաժանում ժողովրդին, ափսոսա, տանենք թափենք լավա։ Իսկ Արմավիրի մարզում, Արմավիր Գյումրի ճանապարհն էին փակել գյուղատնտեսները այդ շրջանի։ Տեսնենք այս տեսահոլովակը եւ տեսնենք ինչպես է արձագանքում իշխանությունը, երբ որ հարցը տալիս են սուտի ընդդիմադիր ուժեղ Հայաստանից падգամավորը։ Խնդրեմ այս երկու տեսահոլովակը։ Առաջ տեղեկացանք, որ գյուղացիները ճանապարհ են փակել, Արմավիր Գյումրի միջպետական ճանապարհը, դեղցը մնացել է ծառերի վրա, Խանջան Հացիկ գյուղերի գյուղացիները առավոտյան փակել են ճանապարհը, լավ լիներ այս հարցին դուք կամ ասեք ով է փակել ինչ գյուղացիները փակել են Արմավիր Գյումրի միջպետական ճանապարհը, Խանջան Հացիկ գյուղերի, լավ կլիներ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այս հարցի վերաբերել նաև արձագանքեր, որովհետև գյուղացիները ստիպված են լինում ապրանքը մթերել ինքնարժեքից ցածր գնով։ Այստեղ շատ ենք էլի խոսում, բայց այս ուզում եմ մի քիչ անկեղծ խոսենք, մենք ընդհանրապես խորհրդարան ենք, որ ասում ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ինչ է ուզում անել։ Ուզում եմ մեկ-մեկ այդպես մեզ շատ չվերա գնահատենք էլի, խորհրդարան ենք, Ժորժ ջան, եթե օրենքի խնդիր կա գյուղացիների կապված, պետք է օրենք փոխենք։ Բայց դուք էլ եք գալիս այստեղ ելույթ են անում, որ մենք այս կանենք, այն կանենք, իմ մոտ տպարոսան, որ մենք գործադիրին նիստում ենք, չէ՞, մենք ընդհանրապես խորհրդանում ենք։ Կլսենք նախ եւ առաջ այդ մարդկանց, եթե օրենքի խնդիր կա, կփորձենք օրենքով լուծել։ Ժողովուրդ ջան, ասում է, մենք падգամավոր ենք, եթե պետք է օրենք ընդունենք, պետք է օրենք ընդունեք, բախի չեք ընդունում։ Պետք է, ես ասում եմ պետք է, ընդունեք օրենք։ Իրանք իրանցից բա լավ, մենք որ դուք падգամավոր եք, մենք падգամավոր ենք ասում, համաձայն եմ։ Ինչի համար եք դուք հարկատուից գումար ստանում, պարոն, ոչ բարով։ Ինչի համար։ Այսօր գյուղացին խնդրի առաջականգն է ձեր վարչապետի շնորհիվ։ Ձեր կուսակցության քաղաքականություն, արտաքին քաղաքականություն վարելու շնորհիվ։ Ով պիտի պատասխան տա դրան։ Կոմունիստները պատրաստ ենք, այդ դրան է պատասխան տանք, հետո եւ սենց շարունակվելու է եւ սրանք ասում են մենք ինչ անենք, մենք դեպուտատ ենք։ Սիրելի բարեկամներ, հաջորդ տեսանյութը վերաբերվում է Արամ Հովհաննիսյանին, նախկին
Երևանի ոստիկանապետին, որին որ հանեց Նիկոլ Փաշինյանը, հիմա Արամ Հովհաննիսյանին բերեց ավելի յուղոտ պաշտոնի։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Զաքարյանն ազատվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։ Աշոտ Զաքարյանն այդ պաշտոնում էր 2020 թվականից։ Հիշեցնենք, որ բանակում ոչ մարտական պայմաններում զինվորի մահից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունների անհրաժեշտությունից։ Գեներալ-մայոր մարդ ծառայած համակարգից ըստ մեր տվյալների ճանապարհ ունի անցած համակարգում, բայց գիտեք ինչն էր ամենահետաքրքիրը, որ քարոզ արշավի ժամանակ, երբ որ մարզպետը ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին, դուք հիշեք այդ տեսահոլովակը, ասեց, «Էս ինչ դղյակ է», Նիկոլը իմացավ, էսի նախկիններից է միտում էլի, ասեց, «Մեր Արամ Հովհաննիսյանի տունն է», ու այդ ժամանակ հիշում եք, Նիկոլը խփեց ձեռով մարզպետին, թե ինչ ես էշ դուս տալի, էդի մերոնքական է, մենք դղյակ չունենք, չէ Նիկոլ, արա էս ինչ տիպ ես դու Նիկոլ։ Ուրեմն Արամ Հովհաննիսյանին բերեց նշանակեց զինվորական ոստիկանության պետ։ Հիմա զինվորական ոստիկանության պետ, որ դուք նշանակեցիք պարոն Նիկոլ Արամ Հովհաննիսյանին, ինչն է փոխվելու։ 32-33 հատ արդեն երեխա է զով է, չի մեռը, ինքնասպան չի եղել, սպանվել եւ այլն, չբացած, որ Պաշտպանության նախարարությունը ընդամենը հայտարարություն անում, ոչ մի պարզաբանում չկա։ 32-33 երեխա։ Նիկոլ, սահմանում մարդ չի զոհվում, սահմանում ինքնասպան են լինում եւ սպանվում են։ Նիկոլ Փաշինյան, ով է այս երեխեքի համար պատասխանը տալու։ Այն որ ասում էիր 5000 երեխա չի, 4780, 5000 ուզում ես լրացնես, քանի որ ժողովուրդը 5000-ից է խոսում, հա, այդ է կանում։ Կամ այս Արամ Հովհաննիսյանը ինչ է անելու իր դղյակներով։ Ես ոնց է քանդում ես երկիրը, ոնց է քանդում ես երկիրը Նիկոլ։ Ոչինչ, քիչ մնաց։ Սիրելի բարեկամներ, հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանը եւ իրեն պատգամավորները րոպե 1 հանրությանն են հասկացնում, բա ուր են 300,000 ադրբեջանցիները։ Ուր են 300,000 ադրբեջանցիները, որ ասում եք այսօր ամսի քանիսն են ինձ է խոսում, այն Ռուբեն Ռուբենյանը թեման տալիս է, Վագն Ալեքսանյանը ընդ բռնում է, այն Կոնջոյանն էլ հիմա թազա տղայա դարձել էլ ընդ է խոսում, կապիկ շոուն գնաց, սկսեցին, հիմա սրանք իրար հետ են խոսում, որ չկան 300,000 ադրբեջանցիներ։ Ուրեմն հիմա ես ասում եմ եւ քիչ հետո կիմնավորեմ։ Սիրելի բարեկամներ, ըստ մեր տվյալների եւ օդում պտտվող լուրերի, ուրեմն մանկապարտեզ դպրոցները, որը որ սարքել են Նիկոլ Փաշինյանի օրոք, այդ բոլոր տարածքներում, համարյա բոլոր տարածքներում ապրել են խորհրդային տարիներին ադրբեջանցիներ, որի մասին որ քիչ անց կտեղադրեմ տեսահոլովակը, կտեսնեք, որ ինչ են ասում ադրբեջանցիները։ Այսինքն մանկապարտեզները սարքում են ադրբեջանցիների համար, դպրոցները սարքում են ադրբեջանցիների համար, ասֆալտապատում են գյուղերը ադրբեջանցիների համար, մնում է ինչը Նիկոլ, ծաղկե փունջը, աղը եւ հացը եւ գնաք ԿՊԱ-կանելով դիմավորեք ձեր բարեկամներին։ Բայց կոմպոզիցիա из 3 пальцев Ստալինը որ ասել է, գիտես այդ ինչա։ Դե մատ 5 հատ մատ ունես, 3 կոմպոզիցիա, մի հատ կոմպոզիցիա ալում 3 մատից։ Փորձիկ հասկանաս, թե դուք կստանաք, որ ադրբեջանցիները կմտնեն Հայաստանի Հանրապետություն։ Ես չեմ թաքցնում, իրանք պետքա պատերազմեն, մենք պատրաստ ենք պատերազմեն Նիկոլ, իսկ դուք ձեր վախկոտներով կարող եք թողնել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Մենք կոմունիստներ ենք, Նիկոլ, մենք երկի վրա ենք մեծացել, վրագու не сдается наш гордый варяг, անենց որ հանգիստ եղել, հայ ազգը անկոտրելի ազգ է, միայն թե չդավաճանվի, իսկ մենք թույլ չենք տա մյուս դավաճանությունը հայ ազգիս։
Ուրեմն հիմա տեսնենք, սիրելի բարեկամներ, այս երկու տեսահոլովակը, թե ինչ են ասում ադրբեջանցիները, հա, իդեպ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում այս նորակառույց շենքերը կարելի է ձեռք բերել օնլայն, կարաս, առնես, խնդիր չունես, բայց արի ու տես, հիմա ով կարող է մեզ պատասխանել հետևյալ հարցին, քանի բնակարանն են ձեռք բերել ադրբեջանցիները կամ թուրքերը, կա ստատիստիկա կա, կառավարություն, իշխանություն, Նիկոլ Փաշինյան, որքան բնակարան են գնել ադրբեջանցիները եւ թուրքերը Հայաստանի Հանրապետությունում օնլայն եւ ոչ օնլայն, կարող եք տրամադրել Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը այդ թվերը, եթե այո, մենք շնորհակալ ենք, սպասում ենք ձեր արձագանքին, պարոն ոչ բարով վարչապետ։ Սիրելի բարեկամներ, հիմա տեսնենք այս տեսահոլովակները, խնդրեմ։ Ադրբեջանը նոր կոմանդոսային ստորաբաժանումներ է ստեղծել Հայաստանի սահմանին։ Օգոստոսի 11-ին Իլհամ Ալիևը Նախիջևանում մարտական դրոշներ հանձնեց առանձին համազորային բանակի նոր կոմանդոսներին եւ հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը որոշիչ գործոն են տարածաշրջանում։ Հաջորդ օրը հերոստատեսությանը տված հարցազրույցում նա ասաց, որ Նախիջևանի ռազմական ներուժն ամրապնդվում է եւ կշարունակի ամրապնդվել։ Օգոստոսի սկզբին հակաօդային պաշտպանության զորքերին հանձնվեց մոտ 20 նոր ռազմական օբյեկտ, իսկ Ալիևը կրկին հիշեցրեց հայկական տարածքով անցնող 42 կիլոմետրի մասին։ Երևանում այս ամենը ներկայացվում է որպես խաղաղության ճանապարհ, մինչդեռ սահմանի մյուս կողմում աճում է հարվածային բռունցքը։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը Սյունիքն անվանել է Արևմտյան Ադրբեջանի մաս։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովի տարեդարձի օրը Ազ TV-ն հեռարձակել է ռեպորտաժ, որտեղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը ներկայացվում է որպես ադրբեջանական պատմական տարածք։ Տեսանյութը հրապարակել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Սա առանձին դրվագ չէ։ Հուլիսի 31-ից նույն ալիքը ցուցադրում է ֆիլմաշարք, որտեղ ՀՀ տարածքը հետևողականորեն ներկայացվում է նույն անվան տակ։ Իսկ մայիսին Բաքվում բացվել է Արևմտյան Ադրբեջան հեռուստաընկերության նոր շենքը։ Երևանում պաշտոնական պատասխանը կարճ է։ ՀՀ տարածքում Արևմտյան Ադրբեջան անունով տարածք չկա։ Երբ հարևան պետությունը տարվա ամենախորհրդանշական օրն է ընտրում քո մարզը քարտեզից հանելու համար, խոսքն այլևս ոչ թե բառերի, այլ ծրագրի մասին է։ Մենք չենք նկարել, Նիկոլը խաղաղությունից է խոսում, են մարդիկ թազա զոնդեր կոմանդա են սարքում, սպեցնազ, Սյունիք, Նախիջևան եւ այլն, այս ինչա, այդ քո ասած աղետալի պատերազմն է սկսվելու Նիկոլ, սահմանադրական մեծամասնություն չունես, հա, ասա իմանանք, Նիկոլ, ձեն հանի, տղա, հիմա, սիրելի բարեկամներ, ասենք սա օֆիցիալ, թե ասենք ռոլիկներ են, օֆիցիալ նորություններ են, որը որ հրապարակել են ադրբեջանական լրատվականները։ Իսկ ինչ է կատարվում համացանցերում, ինչ է կատարվում եւ ինչպես են ձեռք առնում այդ ամբարոյականի զավակները հայ զինվորին, խաղաղություն է, Նիկոլ։ Տեսնենք այս տեսահոլովակ, խնդրեմ ժողովուրդ։ Новейшее вооружение Армении. Это что, Хайрактар? Хайрактар, да, это точно. Это наш Хайрактар. Ничего себе. Вот технология продвигается. Это не просто дрон, это Хайрактар. Буква Х это значит хорош уже на нас лезть, а то хуже будет. Просто живой памятник в Ереване поставить надо. Armeniya вперед. Ara Akbercan, ara oturup samagon içirdim ara. Gördüm ki reski yaşma geldi. Ara manda взял в руки угитаз и давай ara neyi var kaçmaga. Koyekak aradan çıktım ara ay Astvazcan. Отходим, ребята, отходим! Враг совсем близко! Արա, բարմյանը միլլետ, աղպա միլլետ, բեշչող կաղպա միլլետ։ Նիկոլ խաղաղության գնացող կողմ այսպիսի նկարահանումներ չի անում, հիշի։ Չի անում Նիկոլ Փաշինյան։ Ինչու ես դու մինչև վերջը նոր մի հատ տատս խոսք որ ասում էր կատվի պես մեշկից չես գալի։
մի հատ վեկալ ասա իրականությունը։ Լավա դառը իրականությունը ասես ազգին, ազգը պատրաստ լինի։ Քանց թե որ ասում է ձունը եկավ, չհասկացանք որտեղից։ Ինչու չես ասում։ Ասում եք ամեն ինչ նորմալ է, Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան, եթե հանգարց Ադրբեջանը սկսեց պատերազմ Հայաստանից Հանրապետության դեմ, եւ դու չես տեղեկացնում դրա մասին հայ ժողովրդին, ես ասում եմ, ցմմա բանդարկության համար դու երազելու ես։ Դու եւ քո մտերիմները։ Իրոք սրանք խաղ են խաղում, բայց խաղը խաղում են, գիտեք ինձ է, սրանք խաղում են հայ ազգի ճակատագրի հետ։ Թե դիմություն, թե ընդդիմություն։ Եվ սրանք ներում չունեն։ Ներում չունեն։ Ես դրանում վստահ եմ։ Սրանք մի մարմին են ղեկավարվող, ինչպես երեք ասեցի Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ կոմբինացիաներ անում է շախմատիստ Սերժ Ազատի Սարգսյանը։ Իսկ հիմա տեսնենք մեր կոմունիստական ռուբրիկան, անգամ Ռուսաստանում, թե ինչ ձև են մարդիկ ապրում այսօր Խորհրդային Միությանը փլուզումից հետո։ Խնդրեմ այս տեսահոլովակները սովետական կոմունիստական ռուբրիկայից։ Этот марш не смолкал на перронах в дни, когда полыхал горизонт. С ним отцов наших в дымных вагонах поезда увозили на фронт. Он Москву отстоял в 41-м, в 45-м шагал на Берлин. Он солдатом прошел до победы по дорогам нелегким годин. И если в поход страна позовет за край наш родной, мы все пойдем в священный бой. Имеем дело с правым реакционным антиконституционным переворотом. Обещала написать, обещала рассказать. Чтоб он был не жадным. Мы просили 2 танка. Обещала долго ждать, страдать и сгорать от любви, но это невозможно. Нет, нет ни строчки от тебя, ни словечка от тебя. Крым и Севастополь возвращаются в родную гавань. Да, может это было зря, может это было зря. Никто не признал никакого выбора. Пропадите пропадом. Убирайтесь вон. Подлость, гадость, преступники. Ненавижу вас. Вся страна ворует, 80% людей подворовывает. Повар ворует колбасу, депутат железную дорогу. Все что-то воруют. А выборы, видите ли, у них честными должны быть. Откуда они возьмутся, интересно? Капитализм, Ленин прав и Маркс прав. Самое отвратительное устройство общества. Почему? Потому что самые плохие качества человека делают его внешне успешным. Вот только одно «но» – внешне успешным. Я не знаю ни одного счастливого олигарха и счастливого капиталиста. Когда Абрамович улыбается, я вижу, что он делает это из последних сил. Ему ой как не хочется улыбаться. У него стоит противоракетный щит на яхте. Это в каком страхе он живет. Все просили меня обратиться к вам, Владимир, и поддержать предложение о переименовании аэропорта и дать ему настоящее, гордое, мужественное, героическое название. Аэропорт Сталинград. Прошу поддержать, Владимир. Кто обратился к вам?
ветеранское сообщество, ветераны и участники специальной военной операции. Ну, их слово для меня закон, так и сделаем. Как только вернусь в Москву, сразу же будет подготовлен и подписан указ, соответствующий о присвоении аэропорту наименования и имени Сталинграда. Спасибо большое, как сделаем. Спасибо. Նույն բանը Զադորնովը հիանալի բառեր է ասում։ Իրոք Աստված հոգին լուսավորի, մեծ դերասան, մեծ վարպետ ու հզոր խոսքեր։ Քանի որ այդ մարդը գիտեր ինչ է ասում։ Սիրելի բարեկամներ, իսկ գիտեք, մի տեսա հոլովակ ունեմ, շատ հետաքրքիր էլի, համեմատվում են մեր ժամանակվա երեխաները եւ հիմիկվա երեխաները։ Շատ հետաքրքիր է, տարբերությունը սարերի է։ Եկեք տեսնենք այս տեսահոլովակը։ Если бы вы выиграли $1 000 000, на что бы потратили? На виллу на Мальдивах. Да. Да. Одежда, шопинг. Я же могу $1 000 000 на шопинг потратить. Что тут сложного? Купить весь Дубай Молл. Рита, скажи мне, а если бы у тебя было вот много-много денег, все деньги, что бы ты сделала? Я бы раздала бедным. Я полечу на Луну. Или скафандр. Нет, у меня самая большая мечта — это съездить на Юг. Для себя? Ничего, я считаю, что я хорошо жил. А мое самое большое желание — хотя бы один раз искупаться на море. Вот если бы тебе дали много-много-много денег, что бы ты сделал? Я бы не взял. Մարդիկ միլիարդը քիչ է շոփինգի համար, հիմիկվա երեխեքին։ Իսկ մեր երեխեքին չեն ասում, մեզ փող պետք չի։ Շուն կառնենք, աղքատներին կբաժանենք, չնայած մեր ժամանակ այդքան էլ աղքատ չկար իշքան, որ հիմա վխտում են աղքատությունը ժողովուրդների մեջ։ Բարի նպատակն է, իսկ սրանք առնեն, ցբխեն, դեղ առնեն, դեղ լցեն, քանի որ դպրոցներում դասատուներ են, այլ ոչ թե մանկավարժներ։ Էդ է սրանց դաստիարակած երիտասարդություն է դասատուների։ Սիրելի հայազգ, ինչպես միշտ վերջում ուզում եմ լսենք միասին եւ վայելենք մի հիանալի երգ, Ազատ Աբրամյանի երգն է, մեծ վարպետի, մեծ հայ մարդու, մեծ հայրենասերի, ում երգերը բոլորը Հայաստանի հետ կապված, հայ ժողովրդի հետ կապված են, իմ հին Երևան երգը Ազատ Աբրամյան, ամել տեսահոլովակներով հիշենք մեր հին Երևանը, խնդրեմ։ Քաղաքի ծանոթ աղմուկը շշնջաց բարև փողոցում ոսկե շունը ոսկե զոս տերև մոռացիր որ խենթ գարունը չհասկացավ քեզ թող մնա նրա անունը ուշերում քո հես մոռացիր քո հին երգերը հանդիպենք այսօր Գրքում մռայլ գիշերը կդառնա կեսօր ու գրկեմ նորից քեզ հին իմ Երևան մայթերում քո հին թող մայթերը մեզ ուղեկցեն իմ սիրո այգի ու գրկեմ նորից քեզ հին իմ Երևան մայթերում քո հին թող մայթերը մեզ ուղեկցեն իմ սիրո այգի Ես թողնում եմ ցուրտ անցյալը խոսքերում քո կեղծ որ թվացին ջինջ ու մաքուր ու այնքան անկեղծ իմ աչքերի թաջ ժպիտում դեռ կսիրեմ քեզ բայց դու արդեն ինձ օտար ես դու էլ իմը չես դեռ պիտի խալվեն օրերը
Սուր տաշնան գրկում Ուր կապրեն կարոտ հուշերը Իմ սիրո այգում Ու գրկեմ նորից քեզ հին Երևան Մայթերում քո հին Թող մայթերը մեզ ուղեկցեն Իմ սիրո այգի Ու գրկեմ նորից քեզ հին Երևան Մայթերում քո հին Թող մայթերը մեզ ուղեկցեն Իմ սիրո այգի Քաղաքի ծանոթ աղմուկը շշնջաց բարև Փողոցում ոսկե շունել ոսկե զոց տերև Քեզ ես կյանքը չի ծերացրել գիշ երևանցի Տառապանքով շատ ես անցել ես մեկնել կանցնի Քեզ ես կյանքը չի ծերացրել գիշ երևանցի Արապանքով շատ ես անցել, ես մեկնել կանցնի Ու գրկեմ նորից քեզ հին Երևան, մայթերում քո հին Թող մայթերը մեզ ուղեկցեն, իմ սիրո այգի Ու գրկեմ նորից քեզ հին Երևան, մայթերում քո հին Թող մայթերը մեզ ուղեկցեն, իմ սիրո այգի Գրկեմ նորից քեզ հին Երևան, մայթերում քո հին Թող մայթերը մեզ ուղեկցեն իմ սիրո այգի Թող մայթերը մեզ ուղեկցեն իմ սիրո Հիանալի կոմպոզիցիա, սիրելի բարեկամներ։ Այսօր այս կանը, սիրելի հայ ազգ, մեկ անգամ ևս թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ ձեզ արձագանքների համար բարի, տաք, ջերմ խոսքերի համար մենք մեր կողմից խոստանում ենք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը եւ ձեզ, սիրելի իմ հայ ազգ։ Ամեն ինչ լինելու է գերազանց, դրա համար միասին ասում ենք կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայոց առաքելական սուրբ եկեղեցին։ Հուսով եմ կհանդիպենք, ստեյցյուն, Աստված բոլորիս պահապան։